Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում արդեն 1 ամիս է աշխատում է իսրայելական պատրիոտ համակարգը։ Նրա խոսքով աշնանը կստանան ևս 2 հոբ համակարգ։ Այլ մանրամասներ Ուկրաինայի նախագահը չի հայտնել։ Զելենսկին նշել է, որ Կիևը պատրաստ է Վաշինգտոնի հետ առանձին պայմանագիր կնքել Թոմահոք մեծ հեռահարության հրթիռների մատակարարման մասին։ Ներկայումս պատասխան հարվածներ ենք հասցնում Ռուսաստանին մեր սեփական զենքով, ունենալու դեպքում այլ բան կկիրառեինք, նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա հավելել է, եթե ռուսական կողմը սպառնում է Կիևում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ առաջացնելով, ապա պետք է պատրաստ լինի հայելային արձագանքի։ Միևնույն ժամանակ Զելենսկին հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը կկարողանա ստիպել Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ կառույցը որևէ ցուցիչ չի հայտնաբերել, որ Իրանը բարձրացնում է ուրանի հարստացման մակարդակը։ Իրանական միջուկային ենթակառուցվածքի օբյեկտներին հասցված հարվածներից հետո որոշ ցենտրիֆուգներ պահպանվել են եւ Իրանը տեսականորեն ունի ուրանի հարստացման հնարավորություններ, սակայն քիչ հավանական է, որ երկրի իշխանությունը դրանով զբաղվի հիմա միջազգային լարվածության պայմաններում, հավելել է Ռաֆայել Գրոսին։ Նա համոզմունք է հայտնել, որ միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակն անհրաժեշտ է կայունացնել դիվանագիտական միջոցներով։ Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ լուրջ առաջընթաց ունեն ուրանի հարստացման ոլորտում, սակայն միջուկային զենքի կարիք չունեն, կանգ են առել 60% հարստացման վրա, ինչը բավական է երկրի ներքին կարիքների համար։ ՄԱԿ անվտանգության խորհրդին չի հաջողվել ընդունել Ռուսաստանի եւ Չինաստանի առաջարկած բանաձևը, որով կհետաձգվեր Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը։ ՄԱԿ մամուլի ծառայության տվյալով բանաձևի նախագիծը ներկայացվել էր ի պատասխան Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության ավելի վաղ արած առաջարկի վերականգնելու հակաիրանական պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015 թվականի միջուկային համաձայնագրից հետո։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակն արևմուտքի ձախողման հետևանքն է։ Աբբաս Արաղչիի ձևակերպմամբ Միացյալ Նահանգները դավաճանել է դիվանագիտությանը, իսկ եվրոպական եռյակը թաղել այն։ Նաև ի պատասխան Իրանի ԱԳՆ-ն հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից։ Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում հայտնել է, որ ոգեշնչող եւ արդյունավետ քննարկումներ է անցկացնում Մերձավոր Արևելյան համայնքի հետ։ Օրակարգում է Գազայի հատվածում իրավիճակը։ Պետք է վերադարձնենք պատանդներին եւ հասնենք մշտական խաղաղության, շեշտել է Թրամփը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մոտ ապագայում Գազայի հարցով կարող է համաձայնագիր կնքվել։ ԱՄՆ նախագահը նաեւ հավատացրել էր, որ թույլ չի տա Իսրայելին բռնակցել Հորդանան գետի արևմտյան ափը։ Իսրայելի վարչապետը սակայն 3 ՄԱԿ գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում նախազգուշացրել է, դեռ չեն ավարտել։ Նեթանյահուի խոսքով Համասի մնացորդները թաքնվում են Գազա քաղաքում եւ ցանկանում են կրկնել հոկտեմբերի 7-ի վայրագությունը։ Նա կոչ է արել Համասին ազատ արձակել գերիներին եւ վայր դնել զենքը, նաեւ կրկնել Իսրայելին Պաղեստինի պետություն չեն կարող պարտադրել։ Միևնույն ժամանակ Համասից հայտարարել են, որ պատրաստ են հրաժարվել Գազայի հատվածի վերահսկողությունից, սակայն վայր չեն դնի զենքը եւ չեն հանձնվի։ Դիանա Գասպարյան, լուրեր։